Տերը դատապարտում է կռապաշտությունը եւ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. «Մարդու որդի, դեմքը դեպի Իսրայելի սարերը դարձրու եւ մարգարեացիր նրանց դեմ եւ ասա. ով Իսրայելի սարեր, լսեք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված սարերին եւ բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. ահա ես ձեր վրա սուր պիտի բերեմ եւ ոչնչացնեմ ձեր բարձր տեղերը, ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները եւ պիտի փշրվեն ձեր խնկասեղանները եւ ձեր սպանվածներին ձեր կուրքերի առաջ պիտի գցեմ, Իսրայելի որդիների դիակները իրենց կուրքերի առաջ պիտի դնեմ եւ ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ, ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, բարձր տեղերը ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները եւ փշրվեն ու կործանվեն ձեր կուրքերը, կոտրվեն ձեր խունկի սեղանները եւ ձեր գործերը ջնջվեն եւ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն եւ պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Եվ ես ձեզանից ոմանց կենթանի պիտի թողնեմ եւ ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ծրվեք ազգերի եւ երկրների մեջ եւ ձեզանից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուրքերի հետևից, եւ նրանք պիտի զզվեն իրենց այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուրքերի համար, եւ պիտի իմանան, որ ես եմ Տերը, իզուր չէ, որ ասել եմ, թե այս շարիքը իրենց պիտի անեմ։ Այսպես է ասում Տերը, Աստված. ծափ տուր ձեռքերովդ եւ դոփիր ոտքերովդ ու ասա. ավաղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուրքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն, հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, եւ ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա, եւ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուրքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա, բոլոր սարերի կատարներին եւ ամեն թարմ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուրքերին, այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ եւ երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում եւ պիտի իմանան, որ ես եմ Տերը,